պայքարը եւ այս ակցիան նաեւ այն մասին է, որ հայ հասարակությունը եւ ինչու՞ չէ նաեւ ոստիկանական համակարգը եւ մարդիկ իմանան, որ ոչ Հայաստանի Հանրապետության նախագահը, ոչ վարչապետը, ոչ որևէ դատախազ չի կարող, իրավունք չունի իշխանություն եւ ուժ գործադրել քննիչի կամքի վրա։ Այստեղ անուն ազգանուններ են. քննիչ Արա Ավագյան, որի շնորհիվ եւ թեթև ձեռքով քրեական գործ է հարուցվել եւ կաթողիկոսի ելքն է արգելվել։ Այստեղ անուն ազգանուն կա Աշոտ Վարդանյան, այնտեղ եւս անուն ազգանուն կա Արտակ Խաչատրյան։ Քննիչներ են, ովքեր քրեական գործ են հարուցել, շինծ ու գործ հայ գեներալի վրա, գեներալ ով տվել է կրակելու հրաման։ Դրա մասին նաև, այո, ապացույցներ կան եւ գեներալ ով 2020 թվականի պարտված խայտառակ պատերազմից հետո հակառակ Ալիևի ուլտիմատումներին այցելել է Արցախ եւ ոչ մեկ անգամ գեներալի ուսադիրներով եւ ՊՆ պետհամարանիշով։ Կներեք, բայց ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը նորից բարձրանա։ Ես ուզում եմ, որ միջազգային ատյաններում եւ բոլոր տեղերում նախկինի պես Հայաստանի Հանրապետությունը ունենա հեղինակություն։ Իմ բանակը ես պայստազորի զինվորական եմ, նորից լինի մարտունակ։ Իմ հայ սպան փողոցում քայլելուց չամաչի իր համազգեստից, որը այսօր մենք տեսնում ենք։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։